Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Քիրք ծննդոց 38-րդ գլուխ Հութա եւ Թամար։ Այն ադեն Հութա իր եղբայրներուն կովեն իջավ ու ոտողոմացիի մկով քնած, որուն անունը Իրաս էր։ Հութա Շավա անունով կանանացի աղջիկը տեսավ, արավ զայն եւ անոր մտավ։ Անալ հղացավ, որդի մը ծնավ ու անոր անունը Էր գոչեց։ Թարցիալ հղացավ, որդի մը ծնավ եւ անոր անունը Օնան գոչեց։ Վերստին որդի մնալ ծնավ ու անոր անունը Սելոմ գոչեց։ Երբ զայն ծնավ, Հութա Քեզիպի մեջ էր։ Հութա իր անտրանիկ որդին Էրի գին մարավ, որուն անունը Թամար էր։ Հութայի անտրանիկը Էր չար էր տիրոջ արջև, ուստի դերը մերցուց զայն։ Հութա Օնանի ըսավ. «Մդիր քու եղբորդ գնոջ, դակրության իրավունքը կործատրի անոր եւ եղբորդ զարմ հանե»։ Օնան գիցավ թե զարմը իրը պիտի չլար, ադորամար երբ իր եղբոր գնոջ կմտներ, սերմը կեդին գտապեր, որբեսի իր եղբոր զարմ չդա։ Այս սրած բանը դիրոջ անհաջո եղավ, ուստի զինքալ մերցուց։ Հութա իր Թամար հարսին ըսավ. «Այրի գեցիր քու հորը դունը, մինչև որ իմ Սելոմ որդիս մեծնա, որովհետև ըսավ. ասիգայել թող չմեռնի իր եղբայրներուն պես»։ Թամար կնաց եւ իր հոր դունը փնագեցավ։ Ժամանակեմը յետք Շավայի աղջիկը Հութայի գինը մեռավ։ Երբ Հութա մխիթարվեցավ, Թամնա բարձրացավ իր հոդերը խուզողներունքով, ինք ու իր բարեկամը ոտողոմացի Իրաս։ Թամարի պատմվեցավ ըսելով. «Ահա քու գեսրայրդ Թամնա կբարձրանա իր ոչխարները խուզելու»։ Անալ իր այրության հակուստեր հանեց իր վրայեն, քողոմը ծածկվեցավ ու պատվեցավ եւ Թամնայի ջամփային մեջ եղող Ենայիմի մուտքը նստավ, քանի տեսավ թե Սելոմ մեծավ, բայց ինք անոր չդրվեցավ իբր գին։ Երբ Հութա տեսավ զայն, բորնիկ կարծեց, որովհետև իր երեսը ծածկած էր։ Ուստի ջամփան անոր կնաց ու ըսավ. «Գաղերսեմ, քեզի մտնեմ, քանի չէր գիտեր թե ան իր հարսն է»։ Անալ ըսավ. «Ինձ մտնելու համար ինչ կուտաս ինձի»։ Ինքալ ըսավ. «Հոդերեն այձի ուլ մը գղրգեմ քեզի»։ Գինը ըսավ. «Քրավ մը կուտաս մինչև ղրգելդ»։ Հութա ասավ. «Ինչ քրավ դամ քեզի»։ Անալ ըսավ. «Քու գնիկդ, երիզդ եւ ցերքիդ կավազանը դուր»։ Ինքալ դվավ անոր ու մտավ անոր։ Թամար անգե հղացավ։ Ան կանգնեցավ եւ քնած, վրայեն քող հանեց ու իր այրիության հակուստեր հակավ։ Իսկ Հութա իր բարեկամին ոտողոմացիին ցերքով այձի ուլը ղրգեց, որբեսի գնոջ ցերքեն քրավը առնե, բայց չկդավ զայն։ Այդ դեղի մարդոց հարցուց. «Ջամփայի վրա Ենայիմի մեջ եղած փոզը ուր է»։ Անոն կսին. «Հոզ փոզ չգար»։ Բարեկամը Հութայի վերադարձավ եւ ըսավ. «Չկդա զայն»։ Եվ այդտեղի մարդիկն ալսին թե հոզ փոզ չգար։ Հութա ասավ. «Իրեն թողլա, որբես խայդարակ չլանք։ Ահա ես այս ուլը ղրգեցի, բայց թուն չկդար զայն»։ Մոտ 3 ամիսի հետ Հութայի պատմվեցավ ըսելով. «Քու հարսդ Թամար բորընգեցավ, նաեւ ահա հղի մնաց բորընգութենեն»։ Հութա ասավ. «Դուրս հանեցեք զայն ու թող այրվի»։ Երբ զինք դուրս կհանեին, քրավները իր գեսրայրին ղրգեց ըսելով. «Ես այս բաներուն դիրոջմեն հղի եմ»։ Նաեւ ըսավ. «Գաղերսեմ, ջանցիր թե այս գնիկը երիզն ու կավազանը որու կպատկանին»։ Հութա ջանցավ եւ ըսավ. «Ան ինձմե արդար է, որովհետև զայն իմ Սելոմ որդիից չդվի»։ Հետո անգամնալ չկիցավ զայն։ Անոր ծննդաբերության ադենը, ահա անոր արքանթի մեջ երկվորյակ էին։ Երբ գծնաներ, մեկը ցերկը երկարեց։ Մանկապարծը արավ ու անոր ցերկին վրա գրկնակի գարմիր թերծամը գաբեց ըսելով. «Առաջ ասիգա ելավ»։ Բայց երբ ան իր ցերկը ետ կաշեց, ահա անոր եղբայրը ելավ։ Մանկապարծը ասավ. «Ինչու
սաղմնգերը բադրեցիր, այս բադրվածքը վրատ ըլլա։ Ուստի անոր անունը Փարես կոչվեցավ։ Հետո ցերկին վրա գրկնագի գարմիր թերցան ունեցողը եղբայրը ելավ, եւ անոր անունը Զարա կոչվեցավ։ Փարքեզ Դեր Աստված մեր։ Ամեն։